Դեռևս ինձ հետ կապված ոչ մի հարց չկա, ես ոչ միտեղ չեմ հրավիրվել հարցաքննության, մեր տան, ես էլ մամուլով ծանոթացա, մեր տան տունը խուզարկություն տեղի չի ունեցել, այսինքն ես ինքս ներգրաված չեմ։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարություն տարածեց, այո, որ քրեական գործ է հարուցված, 5 անձ են, 5-ից մոտ եւ 3-ին ես ընդհանրապես չեմ ճանաչում, շփման մեջ այդ մարդկանց հետ չեմ եղել։ Ինչ-որ մեր ընտրողներից են, վաղաշապատցիներ են, փորձում են ինչ-որ քրեական գործերի միջոցով, երևի թե մարդ են ման գալիս, ով ինչ-որ սուտ ցուցմունք կգրի իմ անձի հետ կապված, չեն կարող գտնել եւ չեն կարողանալու գտնել, որովհետեւ նման բան չկա։ Մեր թիմի ավականու ցուցակից Դավթյան Արմենի, Գևորգյան Կարենի, Գևորգյան Տիգրանի տներն են խուզարկություն իրականացնել, ելի մի քանի հոգու, որոնց ասում եմ ես ինքս չգիտեմ, շփման մեջ չեմ եղել իրենց հետ, միգուցե իրենք մեր համակիրներն են եղել եւ ձայնը տվել են հաղթանակ դաշինքին։ Քրեական գործերը հարուցված են, հարցաքննություն եղել է, այո, ստորագրությամբ բաց են թողել բոլոր անդամներին, ձերբակալված անձ չկա, հետագան արդեն ցույց կտա։ Ես պատկերացնում եմ, եթե մենք հաղթանակ տանեինք, ինձ թվում է մենք ամբողջ թիմով լինելու էինք կալանավայրերում, ամբողջ թիմով լինելու էինք բանտերում։ Այս մարդիկ չեն կարողանում համակերպվել նաև այն մտքին, չնայած նրան, որ իրենք միանձնյա իշխանություններ ունենալու վաղաշապատում չեն կարողանում համակերպվել, որ կա թիմ, կան մարդիկ, ովքեր 10,000 ձայն են ստացել վաղաշապատ խոշորացված համայնքում։ Իրենց հաշվարկներում նայում են մոտ 5 ամիս, 6 ամիս հետո լինելու ազգային ժողովի ընտրություններ, փորձում են իրենց սև գործը կատարել, մեր թիմին շարունակել սևացնել, այն ամեն ինչի ինչ որ ամբողջ քարոզարշավի ընթացքում փորձեցին իրենց մոտ դա չստացվեց։ Հիմա այդ երեքը քաղաքացիներ են, մյուս երկուսը, որոնց մեղադրանք արդեն առաջադրված արդյոք ավականու անդամներ են, ձեր թիմից են եւ ըստ իրավապահների իրենք ինչ են արել։ Չէ, երեքը մեր ավականու ցուցակից են, մնացածին ես չեմ ճանաչում, ես շփման մեջ չեմ, գիտեմ, որ 2 կամ 3 հոգի են։ 5 մեղադրանք, որից ես ճանաչում եմ 3-ին։ Դավթյան Արմենը, Գևորգյան Տիգրանը եւ Գևորգյան Կարենը։ Իրենք են, այո, իրենք են տները խուզարկել են, տարել են հակակոռուպցիոն կոմիտե, այնտեղ հարցաքննություն է իրականացվել, չէ, Տիգրանին չեն տարել են Կարենին ու Արմենին, բայց Տիգրանից տունել են խուզարկության ենթարկել, երևի թե ինչ որ բաներ են մանեկել, չեն կարողացել գտնել, չեն տարել Տիգրանին։ Ինչ որ ընտրակ կաշառք առաջարկելու ընտրության ընթացքը խախտելու sense ինչ որ քրեական գործ է, անկեղծ ասած քրեական գործին ես ինքս լավ ծանոթ չեմ, որ փաստաբաններն են զբաղվում դրանով, փաստաբանները հայտարարությամբ հանդես կգան, բայց վստահ եմ, որ զավեշտի աստիճան է լինելու ամեն ինչ, պարզապես զավեշտի։ Իսկ իրենց ասելով երբ է կաշառք բաժանել եւ այլն, երբ է դա արվել, ըստ իրավապահների։ Ինձ թվում է դա քրեական գործով ավելի շատ կերևա, չեմ տիրապետում, բայց նման բան իհարկե չի կարող լինել, ինչ կաշառքի մասին է ընդհանրապես խոսքը։ Չեմ կարող ասել, ինչ թվում է այդ հարցին փաստաբաններն ավելի ճիշտ կպատասխանեն, էլի ծանոթանալով քրեական գործից։ Ես ինքս մի բան ասեմ, միգուցե ճիշտ չասեմ, քրեական գործ կհարուցված, իմ խոսքով չփորձեմ վնասեմ կամ սխալ տեղեկություններ չհայտնեմ։ Բայց դե գնահատականն է, եթե ասեք, ըստ ձեզ ինչու է սա արվում, դուք համարում եք, որ այստեղ կա քաղաքական ուղղորդում, ինչ նպատակով, ինչ են ուզում այս դեպքում։ Սա ուղիղ քաղաքական ուղղորդում է, ուղիղ, ես ասում եմ, իրենք չեն կարող վաղարշապատում իրենք լինելով միանձնյա իշխանության չեն կարողանում հիմա համակերպվել, որ կա մարդիկ, կա թիմ, ով ասելիք ուներ վաղարշապատություն ու 10,000-ից ավել ձայն է հավաքել, մոտ 32,000, իրենք նաև վտանգ են տեսնում, որ 5 ամիս հետո ազգային ժողովի ընտրությունների ժամանակ այս համայնքում կան հետևյալ թիմն ունեցող, այսքան ձայն ունեցող ընդդիմադիրներ, որը իրենց շատ մեծ այսինքն իրենք դրանից վնաս են տեսնում, դրա համար փորձում են, այսպես ասած, քրեական գործերով այս ընթացքում փորձելու են մեր թիմի անդամներին փորձել ընկճել, փորձել նեղել քրեական գործերով, որ կարողանան թիմը պառակտել, բայց թիմը այնքան մեծ է, որ չի ստացվել։